Պարոն Խաչատրյան, հանրությանը ներկայացնենք, դուք ՔՊԱ-ական պատգամավոր եք, եկել եք Երևանի ավականուց եւ արդեն ՔՊ խմբակցության մի քանի օր է պատգամավոր եք։ Ինչ նպատակներով եք եկել, օրինակ կա ինչ-որ մի նախագիծ, որ պլանավորել եք, որ գաք ու առաջին այդ նախագծով եք սկսելու ձեր աշխատանքը, կամ կա ինչ-որ մի պլան, որ գծել եք ու եկել խորհրդարան, որն էր պատգամավորական մանդատ վերցնելու նպատակը։ Այո, դուք ճիշտ եք, ես Երևանի ավականու քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամ եմ եղել գրեթե 3 տարի, ինձ ակտիվ ավականու անդամ եմ համարում Երևանի ավականու, զբաղվել եմ տարատեսակ խնդիրներով, որոնցով հետաքրքրված են եղել մեր քաղաքացիները, բակերից սկսած բակ առ բակ, մինչև անձնական շփումներ մեր քաղաքացիների հետ, իսկ որն է իմ ազգային ժողով գալու նպատակը, հենց ֆունդամենտալ լինելու է նույն թիմ ոլորտը, այսինքն ես կլինեմ թիմ հանձնաժողովի պատգամավոր եւ կզբաղվեմ արդեն հանրապետական մակարդակում համայնքների զարգացմամբ եւ մարզերի եւ յուղական համայնքների զարգացմամբ։ Ընդդիմության հետ աշխատանքի ինչպես եք պատկերացնում, որտեղ ես նկատում եմ, որ ընդդիմության ելույթների ժամանակ ինչ-որ ռեպլիկ բաց եք թողում, անդադ ինչ-որ խոսում եք եւ այլն ձեր տեղից, ուզում եմ հասկանամ, կա լարվածություն նոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ կամ ինչպես եք աշխատանքը պատկերացնում։ Ինչպես գիտեք, ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու մեր ամբողջ քաղաքական թիմը հենց առաջին նիստին առաջարկությամբ է հանդես եկել բարեկրթության սահմաններում բանավիճել, որը քաղաքականության մեջ նորմալ գործընթաց է եւ մեր քաղաքական թիմը պահպանում է բարեկրթության սահմանները այնքան ժամանակ, մինչև չեն լինում ընդդիմադիր խմբակցությունների կողմից արդեն բարեկրթության սահմանին մոտ կամ սահմանը հատելու փորձեր։ Բարեկիրթիր Չախոյանի ելույթը, երբ որ Գյորմա Միշեր անվանում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների Չախոյանը, մեր պատգամավոր, մեր ֆրակցիայի պատգամավոր, մեջբերել է ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի խոսքը, բառը ուղիղ ցիտել է, որը ուղղված է եղել քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավորին կամ թիմին, չեմ էլ ես ստացել չեմ ուսումնասիրել այդ մասը, բայց այդ հատվածը բառը ես ֆիքսել եմ։ Պարոն Կարապետյանը վատ արձագանքեց, կարծես թե ավելի կոշտ բառապաշար օգտագործեց, վիրավորական արտահայտություն հնչեցրեց։ Դրան ինչ է հետևելու, որտեղ տեղեկություններ կա, որ գուցե ՔՊ-ն քեմպայի ծեծի process սկսվի, փորձեն բրեժ լուծել, պարոն Կարապետյանը առաջինը հանդես եկել այն առաջարկությամբ, որն է բարեկրթության սահմաններում բանավիճել։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր խորհրդարանի մթնոլորտին, ես կարծում եմ մեծամասամբ կարելի է համարել ստացված մեր առաջարկը ընդդիմության կողմից ընկալված, հետագան արդեն առաջիկա օրին կհասկանանք։ Իսկ եթե ծեծ սկսվի, դուք որտեղ եք լինելու, ծեծողների շարքում, թե կբարիշացնեք։ Պետք է սկսվի ծեծ։ Դե օրինակ ավականիում անակնկալ սկսվեց ու դուք շիշ նետեցիք, հիմա մարդը զգուց է այստեղ էլ ինչ-որ անակնկալ բախումներ տեղի ունեն։ Պետք է չսկսվի ծեծ, որովհետև մեր քաղաքացիներն են արդեն հոգնել են այդ ամենից եւ միմյանց վիրավորելուց, որովհետեւ մարդիկ ուզում են տեսնել առողջ քաղաքական դեբատներ, առողջ քաղաքական քննարկումներ, իշա իրենց եւ իշա Հայաստանի Հանրապետության։ Զղջում եք ձեր աղացի համար, որ արեցիք Երևանի ավականու ժամանակ շիշ նետելու։ Ինչ եմ արել։ Շիշ նետեցիք, դե մարդիկ ասեցին փորձում եք դուք էլ հրահրել ավականու։ Չէ, ինչպես այն ժամանակ եմ ասել, հիմա եմ ասում հանդարտեցնելու կոչեր։